Այսպես են վերնագրել խոսքը Աստծո առաջին վախով վարվիր, երկյուղած եղիր, Աստծո երկյուղն ունեցիր, Սուրբ Գիրքն այսպեսի արտահայտություն է, այսպես է արտահայտում դա, Աստծո վախը ունեցեք, այսինքն Աստծո առաջ վախով վարվիր, երկյուղ ունեցիր, ակնածանք ունեցիր Աստծո առաջ, այդ երկյուղը, այդ ակնածանքը Սաղմոս 19-ում 9-րդ համարում ասում է սուրբ է դա, Աստծո վախը սուրբ է, մնում է հավիտյան, Տեր Աստված մարդկուն իրեն հետ կապելու համար, այսպես ասած, ուզում է ավելի մեծ կապով կապել, սիրիր քո Տեր Աստծուն, չէ, քո ամբողջ սրտով, սերը մահից զորավոր է, սակայն մեր տկարությունն է, որ մենք չենք կարողանում այդ Աստծո սերը հասկանալ, երբ որ մեկին սիրում ես ու պատրաստ ես ամեն զոհաբերության, Տերը դա, որ ասում էր, ինձ սիրողը իմ խոսքը կպահե, սակայն մեր այս տկարությունը հաշվի առնելով, որ մենք սիրելու մեջ էլ ենք աճում, Աստծուն նվիրվելու, սրտանց սիրելու մեջ էլ ենք աճում, սակայն մինչև այդ սիրո մեջ աճելը, որ իմաստության սենց ակունք է, օրենքի լրումն է սերը, մինչև մարդը աճի այնքան սխալների մեջ կգնա, նաև դրան զուգահեռ հորդորն է Աստծո վախը ունեցեք, որ նույնպես սուրբ վախը տանում է դեպի սրբության, Աստծո վախը, սուրբ բանը դեպի սրբության կտանի, որ չար գործերից ետ քաշվես, անիրավությունից ետ քաշվես, երբ որ Տեր Աստվածը Իսրայելի ժողովրդին իր փառավոր մեծությունը ցույց տվեց Եգիպտոսում, Եգիպտոսի պես այդ հսկա պետությունից հանեց հարվածներով, նրանք տեսան Աստծո ձեռքը, բայց էլի այն խորությամբ դժվարանում էին հասկանային, ով է Աստված, նա որին իրենք ուզում են երկրպագեն, որին ուզում են հետևեն, ով է նա, ինչ որ չափ Աստված հայտնեց արդեն անապատում Սինա լեռան ստորոտին, երբ որ 10 պատվիրանները տվեց Մովսեսի միջոցով, Ելից գրքում դա գրված է, երբ որ 10 պատվիրանները տրվեց, Աստված որոշ չափով ցույց տվեց մի փառավոր ազդեցություն իր աստվածային, որ այդ սարի վրա մի ազդեցություն կար, որ դրանով ինչ որ չափ գոնե ժողովուրդը կարողանան հասկանան Աստծո մեծությունը, 20-րդ գլխում Ելից 20-րդ գլխի 18-ից 20 համարը կարդամ, բոլոր ժողովուրդը տեսնում էին որոտումները, կայծակները, փողի ձայնը, սարի ծխերը, ժողովուրդը տեսավ եւ ետ քաշվեցավ եւ հեռու կանգնեց։ Ու ասեցին Մովսեսին. դու խոսիր մեզ հետ եւ մենք կլսենք, բայց Աստված թող չխոսե մեզ հետ, որ չմեռնենք։ Մովսեսն ասեց ժողովրդին. մի վախենաք, որովհետև Աստված ձեզ փորձելու համար է եկել, այնպես որ նրա վախը ձեր առաջին լինի, որ չմեղանչեք։ Նրանք տեսան ինչ որ չափ Աստծո ազդեցությունը եւ այդ սարից ծուխ էր դուրս գալիս, վախեցան, կարծեցին թե եթե մոտ կանգնեն, այդ ձայնը այնպիսի մի հարկ ու շարժ էր առաջացնում, այնպիսի մի տեսարան էր, ու մեռնելուց վախեցան, թող Աստված մեզ հետ չխոսի, որ չմեռնենք։ Բայց Մովսեսն ասեց այդ բանի համար մի վախեցեք, որ Աստված չի ուզում դուք մեռնեք, այլ ուզում է դուք իր հանդեպ վախ, ակնածանք ունենաք, այնպիսի մի վախ, որ մեղք չգործեք։ Սինքն այն օրենքները, պատվիրանները, որ տվեց, վախով պահեցեք, որ մեղք չգործեք։ Աստված դրա համար է այսպես ասած երևում, այս տեսանկյունով երևում ձեզ, որ ինչ որ չափ կարողանաք հասկանաք ով է նա, ում հետ է ձեր գործը։ Եվ նրանք բնականաբար պատմում էին իրենց որդիներին, իրենց սերունդներին, որովհետև այդ վախը, որ կա, այն ուրիշ վախերի պես չէ, որ որոգայթի մեջ գցի մարդուն հանցանքի մեջ, այլ սրբության տանող վախ է։ Կան չար վախեր, չէ՞, օրինակ
Առակաց 29 գլխում 25 ամառում ասում է մարդու վախը մարդուն որոգայթի մեջ կգցե, կա չարից վախ, անհիմն վախեր, տանջանք ու մեջը ասենց ասած տառապանք։ Այս վախը երկյուղը Աստծո հանդեպ տանում է դեպի մարդուն սրբության։ Ակնածանքով վարվի Աստծո առաջին ու իր կյանքի համար է, մարդու կյանքի համար։ Եթե նայում ենք այս վախը, որ մենք ունենանք, այս սուրբ վախը, ինչքան մեր մեջ աճի, այնքան ավելի զգուշությամբ կվարվենք։ Մեր նույնիսկ ինչ ենք մտածում, այդ մեր մտավոր աշխարհի մեջ էլ երկյուղած կվարվենք Աստծո առաջին, ճանաչելով նրան, որ սիրտ երիկամուն քննող Աստված է։ Մեր Տերը ճանաչում է մեզ։ Ինչ ենք մտածում, այսպիսի ճանաչողությամբ է ճանաչում։ Մարդ եթե նույնիսկ գիշերվա մեջ մի երազ տեսնի, որում մեղանչի, վեր կթռնի ու դա էլ կդատապարտի։ Սուրբ երկյուղ ունեցող մարդը, հասկանալով, որ Աստծո առաջին է ինքը։ Իրոք սուրբ Աստծո վախը սուրբ է, տանում է մարդուն սրբության, ասում է Աստծո վախ ունեցեք, որ մեղք չգործեք։ Սա շատ կարևոր հարց է, ժողովուրդ ջան։ Երբեմն լինում են խնդիրներ, դժվարին հարցեր, փորձության ժամեր, հավատացյալին վայել չէ մարմնավոր ձևով, կռվով, ինչ որ հարցեր պարզաբանելու աշխարհիկների տեսանկյունով, բայց դե լավ կլներ, որ կատարյալ սիրով լցված Աստծո խոսքը պահենք, թող Տերը աճեցնի մեզ այդ սիրո մեջ էլ, նաև Աստծո երկյուղն էլ մեր մեջ մեծանա, Աստծո ազդեցությամբ։ Աստծո երկյուղը մեր մեջ մեծանում է գիտակցությամբ, էլի, Աստծո ազդեցությունը մեծ նշանակություն ունի, որ հասկանաս նրան, բայց նաև ով Աստծո միտքը ստացած մարդ, այդ միտքը պահիր։ Ինչ որ բան հասկանում ես, դա պահիր։ Դու գիտակցությամբ ես Աստծո երկյուղը, այսպես ասած, պահում, ակնածանքն ու երկյուղը արտահայտում Աստծո հանդեպ քո գիտակցությամբ, քո ընտրությամբ։ Եվ որքան որ Աստծո այս օրհնությունը դու պահում ես, այնքան ավելի է հաստատվում եւ ավելի զգայուն ես այդ հարցում, ավելի ճիշտ ես մոտենում, երկայնամիտ, ավելի խելացի ես մոտենում, նույնիսկ կարող է դժվար պահեր լինել, ասում են վիճահարույց հարցեր, մարդը եթե ասում է խոսք կա, չէ, ասում է եթե կռիվը սկսում է, պարզամիտը կեթա մեջը կընկնի, իսկ իմաստունը ետ կքաշվի։ Հետարքիր է, որ Աստծո վախը այստեղ ինչ դեր ունի։ Վախեցավ մարդը Աստծուց, որ մեղք չգործի։ Մտածում է, ես ինչ անեմ Տեր։ 111 Սաղմոսում 10-րդ համարում այսպեսի խոսք կա. Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Գիտեք, հոմանիշ միտք է, վախ, երկյուղ, իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Բարի խոհեմություն է ամենի համար, որ անում են նրան, նրա օրհնությունը մնում է հավիտյան։ Ուշադրություն եք դարձնում, կարծես մարդուն կանգնեցնի Աստծո երկյուղը, Աստծո հանդեպ եղող երկյուղը մարդուն սթափեցնի, կանգնիր, մտածիր, ինչ պիտի անես։ Ավելի շատ դժվարության մեջ նմանատիպ հարցերում դժվարության մեջ կհայտնվեն այն մարդիկ, որոնք միջոցներ ունեն, ինչ որ մի գործում հաջողություն ունեն, ֆինանսական հաջողություն ունեն, ֆիզիկական հաջողություն, մեծ հարազատության շրջապատ ունեն, դրանցով ինքնավստահության կարան հեշտությամբ գնալ, բայց Աստծո վախ ունեցող մարդը տեսնում ես Աստծո առաջ խոնարհությամբ, հնազանդությամբ է վարվում, երկյուղացությամբ եւ իրոք վարվում է այնպիսի մի իմաստությամբ դժվարին, փորձության ժամին, որ բացարձակ մարդու գործ չի, մարդու միտք չի։ Աստծուց առած առաջնորդությամբ է վարվում։ Աստծո երկյուղը մարդուն սթափեցրեց, զգուշացավ, մտածեց, Աստծուց առաջնորդություն ստացավ։ Բայց Աստծո երկյուղ չունենալով գնացում մարդը կարա շատ վնասների մեջ ընկնի։
Իսրայել ժողովուրդը, երբ որ տեսել էին Աստծո այդ մեծ ազդեցությունը սարի վրա, պատկերացրեք, որ իրենց որդկանց, թորներին, ծորներին, որ ովքեր հաջողում էր տեսնել իրեն, պատմում էին Աստծո մասին, որ իրենց երեխաները դա պահեն, Աստծո հանդեպ վախ ունենան։ Դա մենք էլ պետք է անենք։ Պատմենք Աստծո մեծության մասին։ Այո, Աստծո մեծության մասին իմանալը քեզ տանում է նրան, որ շատ խաղաղ եւ հանգիստ լինես, վստահել սովորես նրան։ Նաեւ ճանաչելով նրա մեծությունը, Աստծո հանդեպ նաեւ ակնածանք երկյուղ ես ունենում։ Շատ մարդիկ պատում են, այնպես մի հատ իրավիճակ էր, ասենք մարդ եղել պատմել, որ ձեռից էլ գալիս է, այնպես չի, որ ձեռքը ժողովրդի խոսքով ասած քարի տակ էր, բայց այնպիսի տեղեր համբերությամբ եւ զիջելով գնաց։ Ասում է, տատս ինձ փոքրուց սովորեցնում էր, Աստված տեսնում է քեզ, ես Աստծուց վախեցա։ Պատկերացնում եք, մարդը այդպես վարվել է, դա ինձ էլ են սովորեցրել փոքրուց։ Թեկուզ շատ պարզամիտ են եղել, Աստծո մասին շատ բան չեն իմացել իմ տատիները, բայց ինչ որ չափով փառք Աստծուն, ասում էին Աստված կա։ Տերը ձեզ օրհնի, այս դուք էլ փոխանցեք ձեր որդկանցը եւ դուք պահեք այդ երկյուղը ձեր մեջ եւ փոխանցեք ձեր որդկանցը։ Սաղմոսում 34 Սաղմոսում 9-ից 19 համարը կարդամ, այսպես է ասում Սաղմոսի եղինակը Դավիթը. Վախեցեք Տերից, ով նրա սուրբեր, որովհետև նրանից վախեցողների համար պակասություն չկա։ Այրուծի կորյունները կարոտում են եւ սոված են, բայց Տիրոջ խնդրողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։ Շատին եք դարձնում ինչ ասում։ Այն մարդիկ իրենց, որ զորավոր կտեսնեն, կգա օրեր, որ կթշվառանան, բայց Աստծո վախ ունեցող մարդու որդին էլ գուշտ կքնի։ Աստված գիտի ոնց խնամ քանի իր զավակների համար։ Եվ երբ որ մարդը գիտակցում է սա, ուզում է Աստծո երկյուղն ունենալ, տեսեք ինչ կոչի անում, հորդորում. Եկեք որդիկ, լսեցեք ինձ։ Ես Տիրոջ երկյուղը սովորեցնեմ ձեզ։ Ով մարդ, որ կյանք ես ուզում եւ լավ օրեր սիրում, բարություն տեսնելու համար։ Պահիր քո լեզուն չարությունից եւ քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։ Այսինքն նենգությունը այն մարդը կարող է միամտությամբ չար բան անի, նենգությունը սա է դիտավորությամբ չար բան է ծրագրում, չար բան է խոսում, որ անի։ Հեռացիր չարից եւ գործիր բարին, խնդրիր խաղաղություն եւ նրա ետևից գնա։ Իրավիճակը այնպես, որ նույնիսկ վստահ ես, որ վեճ կռիվ լինի, դու հաղթելու ես, խնդրիր խաղաղություն։ Թշնամի մի կուտակիր գլխիդ եւ մեղք չգործես Աստծո առաջին։ Աստծո երկյուղը ունեցող մարդը սա կխնդրի։ Ասում է, եկեք սովորեցնեմ Աստծո երկյուղը ոնց պետք է ունենաք։ Չէ, մարդ կա հլնում է առավոտ ու հարևանին հանդիպում ու ըստ սովորության հա բախվում են իրար։ Ապաշխարում է, ասում է, հարևան, այս կարգին մարդ էր, հետս կռիվ էր անում, թողել է, էլ չի կռվում, մենակ ես եմ ինձ հետ կռվում։ Աստծո վախ ունեցեք, ասում է, որ ճիշտ վարվես, ճիշտ մտածես։ Տիրոջ երեսը չարագործների վրա է, որ նրանց հիշատակը երկրից ջնջե։ Արդարն աղաղակում է, Տերը լսում է, եւ իրենց ամեն նեղություններից փրկում է նրանց։ Տերը մոտիկ է սրտով կոտրվածներին եւ փրկում է հոգով փշրվածներին։ Շատ են արդարի նեղությունները, բայց Տերն այն ամենից փրկում է նրան։ Խոստումներ կան Աստծո երկյուղով արդարության ճանապարհը բռնած մարդու համար։ Խոստումներ են սրանք, ժողովուրդ ջան։ Եվ մենք այս խոստումները այսպես պիտի փոխանցենք նաև մեր սերունդին։ Նրանք, որոնք մեր վկայության խոսքը լսում են, նրանց փոխանցենք։ Տեսեք, զգուշացումն է, սա որպես մի օրինակ եմ կարդում Սաղմոս 36-ից 1-ից 4 համարները։ Անօրենության խոսքը ամբարշտի համար սա է, թե Աստծո վախը չկա նրա աչքի առաջին, որովհետև քաղցր է թվում նա իր աչքում
Այսինքն աներունությունը իր աչքին քաղցր է թվում, որ իր աներունությունը գտնե եւ ատելություն գործե։ Նրա բերանի խոսքերը աներունություն եւ նենգություն են։ Նա դադարել է իմաստուն լինելուց եւ բարի գործելուց։ Աստծո վախը թողել է, դադարել է իմաստուն լինելուց։ Աներունություն է մտածում իր անկողնում, կանգնած է այն ճանապարհի վրա, որ բարի չէ եւ չար գործելուց չի զզվում։ Սաղմոսի վերջին համարը կարդամ. այնտեղ վայր կընկնեն աներունություն գործողները, դեն կգցվեն եւ ել չեն կարող վեր կանգնել։ Ահա այն մարդու վախճանը, որը Աստծուց չի վախենում, ավելի հավանում է աներունությունը, նույնիսկ գիշերն էլ մտածում է վաղ ինչ պիտի աներունություն անեմ, ինչ չար գործեր անեմ։ Բայց Աստծո վախը ունեցող մարդը ապահով է։ Իր ապրուստի համարել է խոստանում Աստված օրհնություն։ Թող Աստված մեզ օրհնի, ժողովուրդ ջան։ Հասարակ բան սա չթվա մեր աչքին։ Շատ Աստծո զավակներ ինչու են հեշտությամբ գայթակղվում, հեշտությամբ շեղվում արդարության ճանապարհից։ Ինչու։ Նախ որ Աստուն այնպիսի մեծ սիրով չեն սիրում, ու ինչպես որ Տերն էր ասում, սիրող իմ խոսքը կպահե։ Գոնե Աստծո վախ ունենան։ Եթե Աստծո վախ ունենային, կմնային ճանապարհի մեջ։ Անօրենության ճանապարհին չէին հետևի, անօրեն մարդկանց չէին հավանի, ստության չէին հետևի, իրենց ցանկություններից չէին պարտվի, կվախենային Աստծուց եւ կմնային արդարության ճանապարհի մեջ։ Այս օրհնություն է։ Պահեք ձեր սրտում Աստծո երկյուղը, սուրբ երկյուղը եւ փոխանցեք ձեր սերունդին, ձեզ լսողին, որպես Աստծուց օրհնություն իրենց։ Տերը մեզ օրհնի։ Խնդրենք, թող Տերը օրհնի մեզ այդ սուրբ երկյուղը մեր մեջ իր հոգու ներգործությամբ վառ լինի։